Ողջույն սիրելի հետևորդներ, այսօրվա դասը վերաբերվելու է constraints ռեժիմի մասին, ստեղծել եմ frame-ը, տեղադրեմ որևիցե առարկա և ստանդարտ կերպով constraints-ը տեղադրված է ձախ անկյունից և վերևից, բնականաբար մենք կարող ենք փոխել, բայց նշեմ, որ constraints ռեժիմը միայն աշխատում է frame-ի ներսում, frame-ից դուրս չի աշխատի, եթե տվյալ առարկան տեղադրեմ frame-ից դուրս, ապա constraints ռեժիմը չի աշխատի, միայն frame-ի ներսում։ Բնականաբար մենք ռեժիմը կարող ենք փոխել, կարող եմ տեղադրել աջ անկյունից և ներքևից, այն ինչպես է աշխատում, եթե հիմա աջ անկյունից և ներքևից է, թղթի չափը մեծացնել փոքրացնելուց այն նույնպես տեղաշարժվում է, բայց ձախ անկյունից և վերևից որևիցե փոփոխություն տեղի չի ունենա։ Եթե ես տեղադրեմ, որպեսզի հորիզոնական և ուղղահայաց դիրքով գտնվի հենց մեջտեղի հատվածում, ապա նկատում ենք, որ բոլոր անկյուններից էլ փոփոխությունը տեղի է ունենում։ Եթե տեղադրեմ միայն ձախ անկյունից և վերևից, բնականաբար արդեն միայն ձախ անկյունից և վերևից է փոփոխությունը, աջ անկյունից կամ ներքևից փոփոխություն տեղի չունենում frame-ի չափը մեծացնել փոքրացնելուց։ Եթե ենթադրենք տեղադրեմ, որպեսզի գտնվի աջ ձախ անկյունից և վերևից, տվյալ ռեժիմը աշխատում է հետևյալ կերպ. մեծացնել փոքրացնելիս նկատում ենք, որ տվյալ առարկան իր չափը չի պահպանում, այսինքն այն հավասարաչափ չի մեծանում, փոքրանում frame-ի հետ միասին։ Դա հետևյալ կերպ է աշխատում։ Մենք նաև ամենաներկևի հատվածում scale ռեժիմ ունենք։ Հիմա եթե տեղադրեմ scale ռեժիմի վրա և մեծացնեմ, փոքրացնեմ, նկատում ենք, որ մեծացնել փոքրացնելիս frame-ը հավասարաչափ է մեր առարկան մեծանում և փոքրանում։ Ահա, սա էլ էսպես։ Նաև կարելի է մի հատ օրինակ դիտարկել, ենթադրենք ստեղծված է դիզայնը, տվյալ դիզայնը և ցանկանում եմ նաև կիրառել մոբայլի համար, բնականաբար չափը պետք է փոքրանա։ Մեր տվյալ ստեղծած տեքստը, էլեմենտները և այլն, մենք պետք է ճիշտ constraints ռեժիմի կիրառենք, այսինքն տեքստը ես տեղադրել եմ ձախ անկյունից վերևից, գինը վերևից և աջ անկյունից, բնականաբար եթե սա մեջտեղի հատվածում է, scale ռեժիմն եմ ընտրել, որպեսզի մեծացնել փոքրացնելիս, իր չափը հավասարաչափ մեծանա փոքրանա, գույնը ձախ անկյունից և ներքևից, բնականաբար քանակը թե քանի հատ լինի աջ անկյունից և ներքևից և կոճակն էլ մեջտեղից և scale ռեժիմի է։ Ահա, հիմա ես alt-ով կրկնօրինակեմ և ենթադրենք ցանկանում եմ մոբայլ վերսիայի համար այն կիրառել փոքրացնում եմ, ահա, նկատում ենք, որ փոքրացնելիս որևիցե խնդիր չառաջացավ։ Բնականաբար նաև կարող եմ մի հատ էլ կրկնօրինակեմ և մեծացնեմ, ենթադրենք ինձ մի փոքր ավելի մեծ չափի համար է անհրաժեշտ, վերջ, մեծացնելիս էլ որևիցե խնդիր չառաջացավ։ Համար այսքանն էր նախատեսված։ Ձեզ հետ սա տենիկներ հաջողություն։